Պատկերացրեք, դուք ավելի քան 20 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Անտոն Քոչինյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր գաղտնի թունել Երևանի տակ։ 1972 թվականին այս մարդիկ կազմում էին աներևակայելի իշխանության ներքին օղակը, մարդիկ, ովքեր կատարում էին իր հրամանները չմտածելով, քանի որ հավատում էին նրան բացարձակապես։ Դեմքերը տարբեր էին, մինիստրների խորհրդի նախագահից մինչև անվտանգության ծառայության ղեկավար, բայց դերը մեկն էր։ Նրանք պաշտպանում էին այն տարածքը, որտեղ ծնվում էին խորհրդային Հայաստանի ամենահամարձակ նախագծերը։ Եվ 1974 թվականի նոյեմբերի 27-ին այս նույն մարդիկ կայացրեցին որոշում, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Նրանք ընտրեցին լոյալությունը սեփական կյանքի փոխարեն։ Ինչն ստիպեց նրանց մատնել սեփական առաջնորդին։ 22 տարի Անտոն Քոչինյանը գծել էր Հայաստանի ճակատագիրը, ոչ թե գեղեցիկ ելույթներով եւ ծափահարություններով, այլ գիշերային բանակցություններով պետպլանի անձնակազմերի հետ, երբ բարձրաստիճան պաշտոնյաները մերժում էին ֆինանսավորել մի հանրապետություն, որը նրանց կարծիքով չարժանի էր նման ներդրումների։ Նա ստիպեց Նիկիտա Գրուշչովին հաստատել Արփա-Սևան ջրատարի կառուցումը, համոզելով, որ Սևանը կարող է փրկվել միայն այդ տարօրինակ ճարտարագիտական լուծմամբ։ 1966 թվականին նա պայքարեց Մոսկվայի կասկածների դեմ, հաղթահարելով պնդումները, թե Հայաստանում սեյսմիկ ռիսկերի պատճառով հնարավոր չէ կառուցել ատոմակայան։ Մեծամոր անձնակազմերը սկսեցին շինարարությունը 1969 թվականին Քոչինյանի համառության շնորհիվ։ Միգուցե նրա ամենամեծ հաղթանակը Երևանի մետրոպոլիտենն էր։ Մոսկվան թույլատրում էր մետրոյի կառուցումը միայն քաղաքներում, որտեղ բնակիչների թիվը գերազանցում էր 1 միլիոնը։ Երևանում ապրում էր ընդամենը 700,000 հոգի։ Քոչինյանը գտավ պատուհան։ Նա ներկայացրեց նախագիծը որպես ստորգետնյա արագընթաց տրամվայ, պատճառաբանելով ռելիեֆի խնդիրներով։ Երբ թունելները փորվեցին, նա ապացուցեց, որ ավելի խելամիտ է դրանք վերածել լիարժեք մետրոյի։ Սակայն 1981 թվականին, երբ մետրոն բացվեց, Քոչինյանի անունը չհնչեց։ Գործարանները, քաղաքները, ինֆրաստրուկան, Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը, Մեծամորը։ Այդ տարիների ընթացքում Հայաստանը վերածվեց արդյունաբերական հզորության, agrարային հանրապետությունից մեկ քայլ առաջ։ Քոչինյանը չէր սիրում փառքը։ Նա աշխատում էր փակ դռների հետևում, միշտ անտեսանելի, միշտ լուռ, միշտ գործի մեջ։ Իսկ դա նշանակում էր, որ երբ ժամանակը կգար փոխարինելու, անտեսանելիությունը կդառնար նրա թույլ կողմը։ Ով կհիշի մարդուն, ում դեմքը երբեք չտեսնված էր հեժնված էր հեռուստացույցի էկրաններին։ Ով կպաշտպանի ղեկավարին, ում ձայնը երբեք չլսված էր պաշտոնական հանդիսություններում։ Քոչինյանը չգիտեր, որ նրա ամենամեծ թուլությունը նույնքան մեծ էր, որքան նրա ուժը։ Կարեն Դեմիրճյանը Քոչինյանի կադրն էր։ 1972 թվականին Քոչինյանի անմիջական համաձայնությամբ Դեմիրճյանը նշանակվեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար, գաղափարախոսության եւ արդյունաբերության գծով։ Փաստացի նա դարձավ հանրապետության բարձրագույն ղեկավարության մաս։ Դեմիրճյանը տարբերվում էր Քոչինյանից բոլոր առումներով։ Երիտասարդ էր, բարձրահասակ, խարիզմատիկ, փայլուն հռետոր։ Նա կարողանում էր հանդես գալ գրողների միությունում, համոզելով Սիլվա Կապուտիկյանին, թատրոնի բացումներում պաշտպանելով Հրանտ Մաթևոսյանին եւ բամբորների հավաքներում խում, խոսելով այնպես, որ յուրաքանչյուր մարդ զգար իրեն կարևոր։ Քոչինյանը տեսնում էր Դեմիրճյանի ներուժը եւ հավատում էր նրան բացարձակապես։ Սակայն Քոչինյանը չգիտեր, որ Մոսկվան կառուցում էր նոր պլան։ 1974 թվականի գարնանը Հայաստանում սկսվեցին ստուգումներ։ Խորհրդային միության պետական անվտանգության կոմիտեի եւ կենտրոնական կոմիտեի վերահսկիչ հանձնաժողովները ժամանեցին Երևան հաշվետվություններ պահանջելով, փաստաթղթեր ուսումնասիրելով, հարցաքննություններ անցկացնելով։ Պաշտոնական պատճառը կոռուպցիան էր, կաշառակերության հովանավորչությունը, ստվերային արտադրամասերը։ Բայց իրականում Մոսկվան նպատակ ուներ հեռացնել Քոչինյանին այլ պատճառով։ Նա չափազանց ինքնուրույն էր, չափազանց ազգայնական։ 1965 թվականի ցեղասպանության 50-րդ տարելիցի զանգվածային ցույցերը, որոնք հանգեցրին Ծիծեռնակաբերդի կառուցմանը, տեղի ունեցան Քոչինյանի լուռ համաձայնությամբ։ Միխայիլ Սուսլովը, կենտրոնական կոմիտեի գաղափարախոսության պատասխանատու կոչվող Գորշ Կարթինալը, համարում էր Քոչինյանին վտանգավոր։ Յուրի Անդրոպովը, պետական անվտանգության կոմիտեի նախագահ, հավաքում էր կոմպրոմատներ։ Լեոնիդ Բրեժնևը պատրաստվում էր հրաման տալ, եւ Քոչինյանը զգում էր, որ նրա իշխանության օրերը հաշված են։ Ինչ նա չէր զգում,
Դա այն էր, որ նրա սեփական թիմակիցները պատրաստվում էին նրան լքել։ Ժամը եկավ։ 1974 թվականի նոյեմբերի 27-ը։ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի պլենում։ Դահլիճում նստած էին այն մարդիկ, ում Քոչինյանը բարձրացրել էր, ումից սպասում էր աջակցություն, ում համար ստեղծել էր կարիերա։ Առաջին շարքում Կարեն Դեմիրճյանը, ամբիոնի մոտ Անտոն Քոչինյանը։ Դահլիճում քննադատում էին նրան, պաշտոնապես կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, իրականում հեռացնելով իշխանությունից։ Քոչինյանը դիտեց դահլիճը։ Նրա աչքերը շատերի հետ հատվեցին, մարդիկ, ովքեր նրան երդվել էին հավատարմության մեջ, սակայն ոչ ոք չբարձրացրեց ձեռք նրան պաշտպանելու համար։ Կարեն Դեմիրճյանը նստած էր լուռ։ Նրա լռությունը աղմկոտ էր։ Աղմկոտագույնը ամբողջ դահլիճում։ Քոչինյանը հասկացավ դա վերջն է։ Պլենումը ընդունեց որոշումը, եւ նույն պլենումում առաջին քարտուղար ընտրվեց Կարեն Դեմիրճյանը։ 22 տարվա իշխանությունը փոխանցվեց մեկ մարդուց մյուսին մեկ օրվա ընթացքում։ Ում էր հիշում Քոչինյանը, երբ տեսնում էր Դեմիրճյանին իր աթոռի վրա։ Ինչ էր մտածում, երբ հասկանում էր, որ նրա 22 տարվա աշխատանքի ողջ փառքը փոխանցվեց մի մարդուն, ում ինքն էր դաստիարակել։ Արդյոք նա գիտեր, որ Դեմիրճյանը գիտակցաբար լռում էր։ Քոչինյանի հեռացումից անմիջապես հետո Մոսկվան եւ Երևանը սկսեցին նոր էջ։ Անտոն Քոչինյանի հավատարիմ կադրերը աստիճանաբար հեռացվեցին առանցքային պաշտոններից։ Վլադիմիր Դարբինյանը, ներքին գործերի նախարարը, ազատվեց պաշտոնից նույն ամիսը։ Հին խորհրդականները փոխարինվեցին նորերով։ Դեմիրճյանը ձևավորեց նոր նոմենկլատուրա, մարդիկ, ովքեր հավատարիմ էին ոչ թե անցյալին, այլ նրան անձամբ։ 1974-ից հետո Քոչինյանի անունը գրեթե անհետացավ հանրային տարածքից։ Թերթերում այլևս չէին գրում նրա մասին։ Հեռուստատեսությունը նոր հերոսներ ուներ։ Երբ բացվեցին նոր օբյեկտները՝ օդանավակայանը, մետրոպոլիտենը, Արփասեվանը, ոչ մի բառ չասվեց, որ դրանց հիմքը դրել էր Քոչինյանը։ Դեմիրճյանը կտրում էր կարմիր ժապավենները, ընդունում էր ծաղիկներ, պաշտպանում էր ժողովուրդը։ Մարդիկ սիրում էին նրան։ Նրան համարում էին շինարարի։ Քոչինյանի կերպարը բլեդ էր մարում հիշողությունից, սակայն Քոչինյանը մեկուսանում էր։ Նա ապրում էր Երևանում, իր իսկ կառուցված քաղաքում, բայց զբոսնում էր փողոցներով որպես օտարական։ Մարդիկ նրան ճանաչում էին, բայց շատերը չէին մոտենում, քանի որ վախենում էին նոր իշխանության աչքին վատ երևալուց։ Պաշտոնանկությունից հետո նրան արգելվել էր ակտիվ հանրային գործունեություն ծավալել։ Կառավարական հատուկ կապի գիծը, որը տասնամյակներ շարունակ զանգահարում էր նրան ամեն առավոտ, հիմա անջատված էր, իսկ քաղաքային հեռախոսին ոչ ոք չէր զանգում։ Քոչինյանը ապրում էր լռության մեջ, առանց հեռախոսի զանգերի, առանց հանդիպումների, առանց պատվաստանության։ Տասնամյակներ շարունակ իշխանության կենտրոնում գտնվող մարդը հիմա մեկուսացած էր իր սեփական տանը։ Ինչ էր մտածում նա, երբ տեսնում էր հեռուստատեսությամբ Դեմիրճյանին բացելու մետրոպոլիտենը։ Ինչ զգում էր, երբ լսում էր ծափահարությունները, որոնք հասցեագրված էին այն մարդուն, ով իրականում ժառանգել էր նրա աշխատանքը։ Քոչինյանը միշտ գիտեր, թե քանի անքուն գիշեր եւ քանի նյարդ էր արժեցել այդ մետրոյի ամեն մի մետրը։ Սակայն էկրանից նրա անունը չհնչեց։ 1981 թվականը դարձավ Դեմիրճյանի փառքի գագաթնակետը։ Երևանի մետրոպոլիտենի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին։ Հազարավոր մարդիկ հավաքվեցին Հրազդան կայարանում։ Դեմիրճյանը ելույթ ունեցավ, նկարագրելով այդ մեգանախագիծը որպես սեփական հավակնությունների իրագործում։ Նա շնորհակալություն հայտնեց խորհրդային իշխանությանը, բանվորներին, ճարտարապետներին։ Սակայն նա չհիշատակեց Անտոն Քոչինյանի անունը։ Ոչ մի անգամ։ Նույն երեկո, եթե հավատանք վկաներին, Քոչինյանը նստած էր իր բնակարանի սենյակում, նայելով հեռուստացույցի էկրանին։ Նա տեսավ Դեմիրճյանի ժպիտը, ծաղիկները, ժողովրդի հուզմունքը։ Նա լսեց ելույթը, որտեղ փառքը վերագրվեց մեկ մարդուն։ Եվ նա հասկացավ, որ պատմությունը այլևս չէր հիշի նրան։ Քոչինյանի ջնջումը պատմությունից ավարտված էր։ Նրա անունը մնաց արխիվների փոշուտը։ Կարեն Դեմիրճյանը զոհվեց հոկտեմբերի 27-ի հրաձգության ժամանակ։ Նրա մահը խորը սուգ առաջացրեց ողջ ազգում։ 100 հազարավոր մարդիկ ելան փողոցներ, հրաժեշտ տալու այն մարդուն, ում համարում էին ազգային հերոս։ Դեմիրճյանի անունով կոչվեցին մետրոն, փողոցներ, մարզահամերգային համալիր։ Նրա հիշատակը հավերժացվեց։ Պատմության պարադոքսը բացահայտ էր։ Մեկին, Դեմիրճյանին, տվեցին համաժողովրդական պաշտամունք, մյուսին, Քոչինյանին, տասնամյակների մոռացություն։ Արդյոք դա արդար էր։ 21-րդ դարում, երբ արխիվները սկսեցին բացվել, պատմաբանները սկսեցին վերարժևորել Քոչինյանի դերը։
1990-ականների վերջին եւ 2000-րդ տարիներին հրապարակվեցին վկայություններ։ Վլադիմիր Դարբինյանը, Քոչինյանի թիմակիցը, գրեց ուշագրություններ, որտեղ նկարագրեց, թե ինչպես Մոսկվան հատուկ օպերացիա իրականացրեց Հայաստանի ղեկավարության դեմ։ Ֆադեյ Սարգսյանը, նախարարների խորհրդի նախագահը, հավաստիացրեց, որ Հայաստանի ինդուստրիալ հզորության հիմնաքարերը դրվել են Քոչինյանի ձեռքով։ 1964 թվականի պլենումի սղագրությունները ցույց տվեցին, որ Դեմիրճյանը պլենումում սուր քննադատեց հանրապետության տնտեսական բաց թողումները, կադրային սխալ քաղաքականությունը, կակաշառակերությունը։ Թեև դա խորհրդային նոմենկլատուրային ծիսակարգի պարտադիր մաս էր, նոր ղեկավարը պետք է դատապարտեր հնի սխալները։ Քոչինյանի կողմնակիցներն այն ընկալեցին որպես հրապարակային ուրացում։ Պատմությունը գրում են հաղթողները։ Դեմիրճյանը հաղթեց, քանի որ նա էր, ով կանգնած էր լուսարձակների տակ։ Քոչինյանը պարտվեց, քանի որ նա աշխատում էր ստվերում։ Սակայն ստվերում աշխատողները հաճախ են նրանք, ովքեր իրականում ստեղծում են պատմությունը։ Քոչինյանի կառուցած ինֆրաստրուկտուրան, նրա հաստատած տնտեսական հիմքը, նրա ստեղծած արդյունաբերական պոտենցիալը, այդ ամենը մնացել է։ Դեմիրճյանը դարձավ այդ ժառանգության տերը։ Նա գիտեր արժեքային ամենի, ինչ Քոչինյանը թողել էր։ Նա օգտագործեց այդ հիմքը, կառուցելու իր սեփական քաղաքական կապիտալը։ Եվ նա հաջողեց։ Ով կարող էր նրան մեղադրել։ Արդյոք պատմությունը արդար է։ Մենք հուշարձաններ ենք կանգնեցնում նրանց, ովքեր կտրում են կարմիր ժապավենները։ Բայց գուցե ժամանակն է հիշել նրանց, ովքեր իրենց արյունով ու նյարդերով հյուսել են այդ ժապավենը։ Քոչինյանը չպահանջեց, որ իր անունը գրվի մարմարի վրա։ Նա ուզում էր, որ իր ժողովուրդը ապրի առողջ պայմաններում, ունենա լույս, ջուր, ճանապարհ, գործարաններ։ Նրանք վերցրին նրա աթոռը, փառքը, հիշողությունը։ Սակայն նրանք չեն կարող վերցնել այն, ինչ նա թողեց հողի մեջ։ Թող Դեմիրճյանը կտրի ժապավենները, բայց մենք գիտենք, թե ով է գծել հատակագիծը։ Եվ ժամանակը միգուցե մի օր կհիշի բոլորիս անունները, կամ գուցե ոչ։ 1975 թվականի մարտին հին բանվորը, ով 1968 թվականից աշխատել էր Մեծամորի ատոմակայանի շինհրապարակում, նստեց Երևանի կենտրոնում գտնվող փոքրիկ սրճարանում։ Նրա ձեռքերը դեռ դողում էին, երբ խոսում էր Քոչինյանի մասին։ Նա ինձ անձամբ հարցաքննեց, երբ կասկածներ ծագեցին շինարարության որակի մասին։ Ոչ թե ղեկավարի կաբինետում, որտեղ աթոռները փափուկ են եւ քարտեզները ոսկեզոծ։ Նա եկավ շինհրապարակ, ռետինե կոշիկներով, փոշեկոծ վերարկուով եւ նստեց բետոնե բլոկի վրա իմ կողքին։ Նա հարցրեց ոչ թե ինչու եմ թույլ տվել սխալը, այլ ինչպես կարող ենք միասին շտկել այն մինչև Մոսկվան իմանա։ Այդպիսի մարդ էր նա։ Բայց հիմա, երբ լսում եմ հեռուստացույցով Դեմիրճյանի ելույթները, նրանք պատմում են, թե ինչպես է նոր ղեկավարությունը փրկել ատոմակայանի նախագիծը տնտեսական քաոսից։ Որ քաոս։ Մենք ամեն ինչ կառուցել էինք ճիշտ, Քոչինյանի նախագծերի համաձայն։ Այդ բանվորը չէր սիրում քաղաքականությունը։ Նա սիրում էր բետոնը, մետաղը, ճշգրիտ հաշվարկները։ Սակայն նրա ձայնում երևում էր մի բան, ինչը քաղաքականությունից ավելի խորն էր՝ մարդկային վիրավորանք։ Երբ հարցրին արդյոք Դեմիրճյանը երբևէ այցելել է Մեծամոր, նախքան դառնալը առաջին քարտուղար, նա պատասխանեց լռությամբ։ Հետո ավելացրեց. Քոչինյանը ապրում էր շինհրապարակներում, Դեմիրճյանը ապրում էր կաբինետներում։ 1965 թվականից 1974 թվականն ընկած տարիներին Քոչինյանի աշխատանքային օրը սկսվում էր 5 ժամին առավոտյան եւ ավարտվում 1 ժամին գիշերը։ Դեմիրճյանը հակառակը գիտեր, թե ինչպես պահպանել ուժերը հանրային հանդիսությունների համար։ Այդ հակադրությունը ոչ թե դատապարտություն էր, այլ փաստ։ Երկու տարբեր մարդիկ, երկու տարբեր ոճեր։ Սակայն որ ոճն էր, որն իրականում կառուցում էր երկիրը։ Բանվորը ծխում էր առանց դադարի եւ նայում էր պատուհանից դեպի փողոց, որտեղ անցնում էին շքերթները նոր ղեկավարի պատվին։ Իսկ Քոչինյանն այդ օրերին նստում էր իր բնակարանում, 9-րդ հարկում, փոքրիկ պատշգամբով, որտեղ երբեմն ծխում էր։ 1975 թվականից սկսած նրան այլևս չէին հրավիրում պաշտոնական ընդունելություններ։ Կուսակցական տոնակատարություններում նրա անունը չէր հիշատակվում։ Առաջին քարտուղարի հին օգնականներից շատերը փոխվել էին կամ հեռացել էին պաշտոններից։ Նրա թիմի մի մասը տեղափոխվել էր մարզեր, մի մասը թոշակի էր անցել։ Միայն մի քանիսը մնացել էին Երևանում, սակայն նույնիսկ նրանք խուսափում էին հանդիպումներից, վախենալով համարվել հին ռեժիմի մնացորդներ։ Քոչինյանին թողնում էին հանգիստ, սակայն անտեսում էին մերժողաբար։ Դա ավելի ցավոտ էր, քան ցանկացած պաշտոնական դատապարտություն։ Երբ նա զբոսնում էր Բաղրամյան պողոտայով, որտեղ սովորական մարդիկ կանգնում էին տրանսպորտի սպասելիս, երբեմն ինչ-որ մեկը ճանաչում էր նրան։
Մարդիկ տրամադրվում էին մոտենալ, բայց հետո տեսնում էին մռնչացող անտարբերությունը անցորդների աչքերում եւ չէին գալիս։ Քոչինյանը դա նկատում էր։ Նա հասկանում էր, որ վախը բացառապես անձնական չէր, դա խորհրդային համակարգի բնույթն էր։ Մեկ անգամ 1976 թվականի գարնանը հին համախորհրդատուն Գրիգոր Գյուլբուդաղյանը, որին Քոչինյանն անձամբ էր նշանակել Հանրապետության պլանավորման կոմիտեի անդամ դարձնելու, ծառայության ավտոմեքենայով անցնում էր Մաշտոցի պողոտայով։ Նա տեսավ Քոչինյանին անձրևի մեջ, հովանոցով, առանց ավտոմեքենայի, քայլելիս դեպի տրոլեյբուսի կանգար։ Գյուլբուդաղյանը սկզբում հրամայեց վարորդին կանգնեցնել մեքենան, առաջարկելու Քոչինյանին տեղափոխել։ Բայց երբ մեքենան մոտեցավ, համախորհրդատուն նկատեց, որ իր հետևի նստատեղում դրված էին Դեմիրճյանի խորհրդակցության փաստաթղթեր։ Նա հրամայեց վարորդին շարունակել ճանապարհը առանց կանգառի։ Քոչինյանը տեսավ այդ մեքենան, ճանաչեց համարանիշը, տեսավ անցնող դեմքը, նրան ծանոթ աչքերը։ Բայց նա չափահաս մարդ էր, հասկանալու համար, որ խորհրդային իրականության մեջ անցյալի հավատարմությունը դարձել էր նորի համար վտանգ։ Նա շարունակեց քայլել առանց արտահայտության փոփոխության։ Այդ երեկո նա իր տանը նստեց, մինչև լույս բացվելը եւ չմտածեց Գյուլբուդաղյանի մասին։ Նա մտածեց համակարգի մասին, որտեղ հավատարմությունը դառնում էր խոչընդոտ գոյատևելու համար։ Բայց ամենադաժանը պատահեց 1 տարի անց, 1977 թվականի հուլիսին։ Քոչինյանը ընտրում էր Սևան ռեստորանում իր կնոջ հետ, խոշոր տոնակատարության առիթով։ Դահլիճ մտավ պաշտոնական պատվիրակություն։ Հայաստանի կառավարության անդամներ եւ Մոսկվայից ժամանած բարձրաստիճան հյուրեր։ Քոչինյանը նրանց տեսավ, շատերը նրան ծանոթ էին, հին թիմակիցներ, մարդիկ ում նա օգնել էր բարձրանալ։ Նրանց հետ քայլում էր Կարեն Դեմիրճյանը, թարմ դեմքով, սպիտակ բլուզով, խարիզմատիկ ժպիտով։ Պատվիրակությունը անցավ սրահով, մեծ սեղան, որը վերապահված էր նրանց համար։ Երբ նրանք անցնում էին Քոչինյանի սեղանի կողքից, բոլորը երկակի վիճակի մեջ էին։ Ճանաչել, թե անտեսել։ 1972-ից մինչև 1974 թվականները Քոչինյանը նրանց ղեկավարն էր, բայց հիմա նրանց ղեկավարը Դեմիրճյանն էր։ 2-3 հոգի թեթևակի գլուխ կրացրին, կես բարևով, կես ձևականությամբ։ Մնացածը շարունակեցին քայլը, կարծես Քոչինյանը տեղում չէր։ Դեմիրճյանը, լավագույն դիսկում, ում համար Քոչինյանը գործել էր որպես հովանավոր եւ մենթոր, անցավ առանց հայացքը շրջելու դեպի այդ կողմը։ Քոչինյանի կինը սկսեց ասել ինչ-որ բան, բայց Քոչինյանը նրան կտրեց, խնդրելով շարունակել ընթրիքը։ Նրանք շարունակեցին ուտել լռությամբ, մինչ հարևան սեղանում հնչում էին ծափեր, ծիծաղներ, փառաբանություններ։ Ռեստորանում նրանք մնացին 1 ժամ էլ, բայց Քոչինյանը չհիշեց ընթրիքի համը։ Նա հիշեց միայն այն զգացումը լինել անտեսված սեփական տան մեջ։ Կինը նրան խնդրեց փախչել այդտեղից, բայց Քոչինյանը հրաժարվեց, պատասխանելով, որ նա շինել է այդ քաղաքը եւ իրավունք ունի լինել ցանկացած տեղում։ Երբ նրանք դուրս եկան, կինը լացում էր, իսկ Քոչինյանը քայլում էր առանց արտահայտության փոփոխության։ Ինչ է ավելի ցավոտ, հրապարակային դատապարտությունը, թե լռելիային մոռացումը։ 1978 թվականին Դեմիրճյանի անունը տարածվում էր ողջ խորհրդային միության մեջ որպես նոր դինամիկ ղեկավարի օրինակ։ Նա ելույթներ էր ունենում Մոսկվայում, կենտրոնական կոմիտեի պլենումներում, մասնակցում էր խորհրդային ընկերության առաջադեմ փորձի ցուցահանդեսներին։ Մոսկվայի մամուլում հայտնվում էին հոդվածներ Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին, վերագրելով դրանք Դեմիրճյանի խելամիտ ղեկավարմանը։ Իսկ Քոչինյանի անունը չէր հիշատակվում, ոչ մի անգամ։ Ոչ մի արխիվային փաստաթղթում, ոչ մի հոդվածում, ոչ մի պաշտոնական հրապարակումում։ Փաստորեն, խորհրդային պատմագրության մեջ նա դադարել էր գոյություն ունենալ։ Դեմիրճյանի շրջապատում կային մարդիկ, ովքեր գիտեին ճշմարտությունը։ Նրանք գիտեին, որ մետրոպոլիտենի նախագծման աշխատանքը սկսվել է Քոչինյանի ղեկավարման օրոք։ Նրանք գիտեին, որ Մեծամորի ատոմակայանի համաձայնագիրը Մոսկվայի հետ ստորագրել է Քոչինյանը։ Նրանք գիտեին, որ Արփասևան ջրատարը Քոչինյանի կիզակետային նախագիծն էր։ Բայց նրանք չէին ասում։ Ոմանք լռում էին կարիերիստական պահանջների համար։ Ոմանք լռում էին, քանի որ համակարգը պահանջում էր ոչնչացնել նախորդի հիշողությունը։ Ոմանք լռում էին, քանի որ հավատում էին, որ Դեմիրճյանը իրապես լավագույնն է։ Բայց արդյունքում բոլորը լռում էին, եւ Քոչինյանը դառնում էր պատմության ստվերը։ Սակայն Քոչինյանը չէր ցանկանում փառք։ Նա ցանկանում էր միայն մեկ բան, որ նրա աշխատանքը հաշվի առնվի։ Ոչ թե նրա անունը փորագրվի մարմարի վրա, այլ որ ճանաչվի նրա ներդրումը։ 1978 թվականի վերջին նա փորձեց գրել նամակ կենտրոնական կոմիտե, պարզաբանման խնդրելով իր անունը թերթերում չհիշատակելու վերաբերյալ։
Նամակը երբեք պատասխան չստացավ։ Երբ մի հին ընկերը, ով մնացել էր հարգանքով նրա նկատմամբ, նրան հարցրեց, թե ինչու է հանդիմանում երկարատև անտեսումը, Քոչինյանը պատասխանեց. Ես չեմ ուզում պատերազմ սկսել։ Ես արդեն վաստակել եմ իմ թոշակը։ Եթե Դեմիրճյանը շարունակում է իմ սկսած նախագծերը, եղիր, կյանքը շարունակվում է։ Բայց նա պետք է գոնե մեկ անգամ ասեր ճշմարտությունը։ Այդ ընկերը նրան հանգստացրեց, բայց սրտում գիտեր, որ Դեմիրճյանը երբեք չէր ասելու։ Ով կուզենար կիսել փառքը, երբ կարող ես վայելել այն ամբողջությամբ։ 1979 թվականի ընթացքում Քոչինյանի միակ ակտիվ շփումը մնաց նրա հին շրջապատի մի փոքր խումբը։ Մարդիկ, ովքեր արդեն թոշակի էին անցել կամ հեռացել էին պաշտոններից։ Նրանք հանդիպում էին մի անգամ ամիսը, փոքրիկ բնակարանում, ուտում էին հյուրասիրության պարզ սնունդ, խոսում էին անցյալի մասին, հիշելով հաջողությունները։ Սակայն այդ հանդիպումներն էլ աստիճանաբար դադարեցին, քանի որ մարդիկ վախենում էին, թե նման հավաքները կարող են դիտարկվել որպես հնի ռեժիմի վերականգնման փորձ։ Քոչինյանը դադարեց հրավիրել։ Նա հասկանում էր, որ նույնիսկ հին ընկերությունը դառնում է պարտականություն նրանց համար։ Նա չուզեց ծանրաբեռնել մարդկանց իր ներկայությամբ։ Եվ այդպես, աստիճանաբար, նա տեղափոխվեց պատմության լիակատար լռության մեջ։ 1980-ական թվականների սկզբին Քոչինյանը դարձավ մի անտեսանելի տարեց մարդ, ով երբեմն նայում էր պատուհանից և տեսնում էր իր սեփական կառուցած քաղաքը, որը շարունակում էր ապրել առանց նրա։ Թերևս այդ էր ամենավախճանային զգացումը՝ չլինելը սեփական տանը։ Երևանի կենտրոնում Կիևյան փողոցի հարևանությամբ գտնվում էր փոքրիկ խանութ, որտեղ վաճառում էին տեխնիկական գծագրեր և ճարտարապետական նախագծեր հին արխիվներից։ 1981 թվականի մարտին մի երիտասարդ ճարտարապետ, ով վերջերս ավարտել էր համալսարանը, մտավ խանութ, փնտրելով հղումային նյութեր իր նախագծի համար։ Նա խնդրեց ցույց տալ Երևանի մետրոպոլիտենի նախնական գծագրերը։ Խանութի ավագ աշխատակիցը տարեց կին, ով նախկինում աշխատել էր հանրապետության պլանավորման հիմնարկում, բերեց մի փաթեթ փաստաթղթեր, որոնք ծածկված էին թավ փոշիով։ Երբ երիտասարդը բացեց առաջին էջը, նա տեսավ մանրամասն գծագրեր, հատակագծեր, հատվածներ, տեխնիկական նկարագրություններ։ Էջի վերևում ամսաթիվ 1969 թվական։ Ստորև ստորագրություններ։ Գլխավոր ճարտարապետի ստորագրությունը պատկանում էր Ջիմ Թորոսյանին, սակայն հաստատող ստորագրությունը, նախագծի պաշտոնական հաստատող անձը, կրում էր ծանոթ անուն՝ Ա. Քոչինյան։ Երիտասարդը դանդաղ ուսումնասիրեց փաստաթուղթը և հարցրեց ավագին. «Սա Քոչինյանն է, նախկին առաջին քարտուղարը»։ Կինը նայեց նրան զգույշ աչքերով և պատասխանեց. «Այո, բայց այժմ մենք չենք խոսում դրա մասին»։ Երիտասարդը հարցրեց. «Ինչու»։ «Սա ամենաբարդ նախագիծն է, որը ես տեսել եմ։ Նրա ստորագրությունը նշանակում է, որ նա հաստատել է դրա շինարարությունը։ Ինչու մամուլում չեն գրում նրա մասին»։ Կինը հենց այդ պահին դադարեցրեց երիտասարդի հարցերը, ասելով. «Երբ դու աշխատես ճարտարապետական ինստիտուտում, դու կհասկանաս, որ պատմությունը գրում են ոչ թե նրանք, ովքեր ստորագրում են նախագծերը, այլ նրանք, ովքեր կտրում են ժապավենները»։ Երիտասարդը չհասկացավ լրիվ, բայց նա վերցրեց գծագրերի պատճենները և հեռացավ։ Այդ երեկո նա փորձեց գտնել լրացուցիչ տեղեկություններ Քոչինյանի մասին գրադարանում, բայց չգտավ։ Գրադարանի քարտատեղեկատուում նրա անունը հիշատակված էր միայն 1950-60-ական թվականների քաղաքական զեկույցներում։ 1970-ական թվականներից հետո ոչինչ։ Ոչ մի հոդված, ոչ մի հուշագրություն, ոչ մի հիշատակում։ Սա համակարգված մոռացության քաղաքականություն էր։ Այդ նույն տարում 1981 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Երևանի մետրոպոլիտենը հանդիսավոր բացվեց, հեռուստատեսությունը ուղիղ եթեր էր հաղորդում։ Դեմիրճյանը կանգնած էր Հրազդան կայարանի մուտքի մոտ, շրջապատված պաշտոնյաներով, լրագրողներով, համերգային խմբերով։ Նրա ելույթը տևեց 15 րոպե։ Նա խոսեց Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին, նոր սերնդի բանվորների հերոսության մասին, Մոսկվայի օգնության մասին, ժամանակակից տեխնոլոգիաների մասին։ Նա շնորհակալություն հայտնեց ճարտարապետներին, ինժեներներին, կառավարությանը։ Բայց Անտոն Քոչինյանի անունը նա չհիշատակեց։ Ոչ մի անգամ։ Նրա ելույթը դառնում էր պատմության վերագրում, անցյալը վերաթույլատրելով այնպես, որ հարմարավետ լիներ ներկայի համար։ Այդ երեկո Քոչինյանը նստած էր իր բնակարանի հյուրասենյակում, նայելով հեռուստացույց։ Նրա կինը նստած էր նրա կողքին, բռնելով նրա ձեռքը։ Երբ Դեմիրճյանը ավարտեց ելույթը, հեռուստատեսությունը ցույց տվեց, թե ինչպես է առաջին գնացքը մտնում կայարան, ինչպես են ուղևորները ծափահարում, ինչպես է Դեմիրճյանը գրկում ճարտարապետներին։ Քոչինյանը հանեց ակնոցները և մաքրեց դրանք։ Նրա դեմքը անշարժ էր։ Նա չլաց, չծիծաղեց, չանիծեց։ Նա պարզապես դիտեց էկրանը, մինչև հաղորդումը ավարտվեց։
Հետո նա անջատեց հեռուստացույցը, վերցրեց իր վերարկուն եւ դուրս եկավ տանից, զբոսնելու։ Կինը հարցրեց. «Ուր ես գնում այսքան ուշ»։ Քոչինյանը պատասխանեց. «Ես ուզում եմ տեսնել իմ մետրոն»։ Նա գնաց Հրազդան կայարան, քայլելով ընդամենը 3 կիլոմետր։ Երբ նա հասավ, տոնակատարությունը դեռ չէր ավարտվել։ Ժողովուրդը դեռ հավաքված էր մուտքի մոտ։ Քոչինյանը կանգնեց մարդկանց հետևում, ոչ ոքի կողմից ճանաչված, ոչ ոքի կողմից նկատված։ Նա նայեց այն կայարանին, որի նախագծերը ինքը հաստատել էր 12 տարի առաջ։ Նա նայեց թունելներին, որոնց կառուցումը ինքը հսկել էր յուրաքանչյուր փուլում։ Նա նայեց մարդկանց, ովքեր տոնում էին։ Եվ նա զգաց ինչ-որ խորը, անբացատրելի զգացում, լինել անտեսված հենց այն տեղում, որտեղ նա ամենամեծ ներդրումն ուներ։ Քոչինյանը մնաց 10 րոպե, հետո հանգիստ հեռացավ։ Երբ նա վերադարձավ տուն, կինը հարցրեց. «Ինչպես է մետրոն»։ Քոչինյանը պատասխանեց. «Լավն է, կյանքը շարունակվում է»։ Նրանք այդ երեկո այլևս չխոսեցին այդ թեմայի մասին, բայց կինը տեսավ նրա աչքերում թաքնված ցավը։ Մի ցավ, որը բառերով չէր արտահայտվում, բայց զգացվում էր ամեն շունչի մեջ։ Հետևյալ տարիների ընթացքում Դեմիրճյանը շարունակեց ամրապնդել իր դիրքերը։ Հայաստանի տնտեսությունը աճում էր հիմնվելով Քոչինյանի դրած հիմքերի վրա։ Արդյունաբերական կորպուսներ, որոնք կառուցվել էին 1960-ական թվականներին, հիմա արտադրում էին ողջ ուժով։ Գիտական ինստիտուտները, որոնք ստեղծվել էին Քոչինյանի հովանավորությամբ, հիմա բերում էին նորարարություններ։ Մշակութային օջախները, որոնք ֆինանսավորվել էին նրա ղեկավարման տարիներին, հիմա ապահովում էին հանրապետության փափուկ ուժը։ Բայց հանրային գիտակցության մեջ այդ ամենը վերագրվում էր Դեմիրճյանին։ Դա չէր նշանակում, որ Դեմիրճյանը չէր աշխատում։ Նա աշխատում էր հսկայական ինտենսիվությամբ։ Նա մշակեց նոր սոցիալական ծրագրեր, նա ընդլայնեց կրթական ենթակառուցվածքը, նա պաշտպանեց հայ մշակույթը Մոսկվայի ռուսականացման քաղաքականությունից։ Սակայն նրա հիմնական թատրոնը, նրա ամենամեծ ներդրումը, նրա իրական տաղանդը չէր տեխնոկրատիան, այլ քաղաքական կապիտալի կուտակումը, օգտագործելով այն, ինչ արդեն կառուցված էր։ Նա հմուտ էր վերածելու հնի նվաճումները իր սեփական քաղաքական փառքի։ Եվ նա նաև հմուտ էր ստեղծելու մոռացության քաղաքականություն նախորդի նկատմամբ։ 1980 թվականին, երբ Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը 10 տարի շարունակ աշխատում էր անխափան, պաշտոնապես տոնեցին այդ տարեդարձը։ Դեմիրճյանը ներկա էր հանդիսավոր միջոցառմանը, շնորհակալություն հայտնելով ատոմային էներգետիկայի բանվորներին, ինժեներներին, անվտտության ծառայություններին։ Նա նշեց, որ Հայաստանը դարձել է Խորհրդային Միության ամենահուսալի էներգետիկ կենտրոններից մեկը։ Հանդիսությունից հետո մի հին ինժեներ, ով աշխատել էր ատոմակայանում ինկատ նրա շինարարությունից, մոտեցավ պաշտոնական պատվիրակությանը եւ փորձեց հիշեցնել, որ ատոմակայանի կառուցման որոշումը կայացվել էր 1966 թվականին Անտոն Քոչինյանի անմիջական նախաձեռնությամբ։ Նրանք քաղաքավարի կերպով ընդհատեցին եւ բացատրեցին, որ տոնակատարությունը նվիրված է ներկա հաջողություններին, ոչ թե պատմական մանրամասներին։ Ինժեները հեռացավ, բայց նրա հուսահատությունը մնաց։ Քոչինյանը լսեց այդ պատմությունը մի շաբաթ անց, նույն այդ ինժեներից, ով այցելեց նրան տանը։ Քոչինյանը նրան շնորհակալություն հայտնեց փորձելու համար, բայց ասաց. «Մի փորձիր կռվել համակարգի հետ։ Դու կպարտվես եւ քո կարիերան կավարտվի։ Ես արդեն պարտվել եմ։ Թող կյանքը շարունակվի»։ Ինժեները հարցրեց. «Բայց արդար է սա»։ Քոչինյանը պատասխանեց. «Արդարությունը չի գոյություն ունենում քաղաքականության մեջ»։ Այս ամենի ընթացքում մի հարց հետապնդում էր բոլորին, ովքեր գիտեին ճշմարտությունը։ Արդյոք Դեմիրճյանը գիտակցաբար է ջնջում Քոչինյանի հիշողությունը, թե սա ավտոմատ տեղի ունեցող պրոցես է խորհրդային համակարգում։ Հնարավոր է, որ Դեմիրճյանը ուղղակի լողում էր համակարգի հոսանքում, չհակադրվելով, չվիճարկելով։ Հնարավոր է, որ նա նույնիսկ չէր մտածում Քոչինյանի մասին, չափազանց զբաղված լինելով սեփական ներկայով։ Բայց արդյունքը մեկն էր։ Քոչինյանի հիշողությունը դառնում էր դատարկություն։ Նա դա դառնում էր մի անուն, որը կարելի է գտնել միայն արխիվներում, եթե որևէ մեկը հետաքրքրվում է։ Բայց քանի հոգի է հետաքրքրվում արխիվներով։ Քոչինյանի տան սրահի պատի-պատին կախված էր նկար 1969 թվականից, որտեղ նա կանգնած էր ատոմակայանի շինհրապարակում, շրջապատված ինժեներներով։ Նրա դեմքը լուրջ էր, նրա ձեռքերը դրված էին գծագրերի վրա։ Այդ լուսանկարը դարձել էր Քոչինյանի միակ հիշողությունը երջանիկ օրերի մասին։ 1984 թվականին, երբ նրա թոռը 11 երեխա այցելեց նրան եւ հարցրեց. «Պապ, ով ես դու այդ լուսանկարում»։ Քոչինյանը նրան պատասխանեց. «Ես եմ մի մարդ, ով երբեմն կառուցել է քո քաղաքը»։ Թոռը հարցրեց.
Ինչու դպրոցում չեն սովորեցնում քո մասին։ Քոչինյանը չպատասխանեց։ Նա պարզապես շոյեց թոռան գլուխը եւ փոխեց թեման։ Սակայն այդ հարցը մնաց օդում, պատասխան չստացած։ 1985 թվականին Միխայիլ Գորբաչովը հայտարարեց պերեստրոյկա եւ գլասնոստ քաղաքականությունը։ Հայաստանում սկսվեցին քննարկումներ խորհրդային համակարգի սխալների, պատմական աղավաղումների, անցյալի կեղծ հերոսացման վերաբերյալ։ Բայց նույնիսկ այդ ազատ քննարկումների ալիքի մեջ Քոչինյանի անունը չվերադարձավ։ Ինչու։ Քանի որ նույնիսկ պերեստրոյկան, որը քննադատում էր Բրեժնևի շրջանը, չէր վիճարկում Դեմիրճյանի դերը Հայաստանի զարգացման մեջ։ Դեմիրճյանը այդ շրջանում դեռ իշխանության գագաթնակետում էր, եւ նրա քաղաքական կապիտալը անհերքելի էր։ Քոչինյանի վերականգնումը նշանակեր Դեմիրճյանի քաղաքական արտադրանքի արժեզրկում։ Եվ ով կուզեր դա անել։ Քոչինյանը դա հասկանում էր։ Նա տեսնում էր, որ նույնիսկ նոր դարաշրջանում հին կանոնները դեռ գործում են։ Նա տեսնում էր, որ ազատությունը հռետորության մեջ է, ոչ թե իրականության մեջ։ Երբ Քոչինյանը տեսնում էր հեռուստացույցով Դեմիրճյանի հաջորդ ելույթները, արդյոք նա զգում էր ատելություն, վրեժխնդրություն, դամառնություն։ Հնարավոր է։ Բայց նաև հնարավոր է, որ նա զգում էր ինչ-որ այլ բան, հանդուրժողականություն։ Հասկանալ, որ քաղաքականությունը յունը թատրոն է, որտեղ դերերը տրվում են ոչ թե արդարության, այլ հանգամանքների կողմից։ Դեմիրճյանը ստացել էր իր դերը լինել շինարարը։ Քոչինյանը ստացել էր իր դերը լինել մոռացվածը։ Եվ երկուսն էլ խաղում էին այդ դերերը մինչև վերջ։ Բայց ով է իրականում շահել։ Դեմիրճյանը, ով ունեցավ փառքը, բայց ապրեց ստի մեջ։ Քոչինյանը, ով կորցրեց ճանաչումը, բայց գիտեր ճշմարտությունը։ Կամ երկուսն էլ պարտվեցին համակարգից, որը ստեղծված է ոչնչացնելու անհատներին։ Ով է որոշելու ինչ է իրական հաղթանակը։ Իսկ Քոչինյանի տանը փոշոտ արխիվներում դեռ մնացած էին այն ստորագրությունները, այն փաստաթղթերը, այն նկարները, որոնք վկայում էին ճշմարտությունը։ Միշտ ապրող ճշմարտություն, անկախ նրանից, թե ով է փորձում մոռացության մատնել։ Ճշմարտությունը չի մահանում, այն պարզապես սպասում է։ Սպասում է, որ ինչ-որ մեկը, ինչ-որ ժամանակ դառնա բավականաչափ ազնիվ, բացելու արխիվները եւ ճանաչելու այն, ինչ իսկապես եղել է։ Արդյոք այդ օրը կգա։ Թե Քոչինյանի կերպարը կմնա հավերնահավեր ստվերում, մինչդեռ ուրիշները վայելում են նրա ստեղծածի լույսը։ 1986 թվականի դեկտեմբերին Մոսկվայից Երևան ժամանեց փակ ծրար, հասցեագրված անձամբ Կարեն Դեմիրճյանին։ Ծրարը բերեց հատուկ կուրիերը, կենտրոնական կոմիտեի աշխատակից, ով մուտք գործեց առաջին քարտուղարի կաբինետ առանց նախապես ժամադրված հանդիպման։ Դեմիրճյանը նստած էր իր գրասեղանի հետևում, ստորագրելով հերթական փաստաթղթերը, երբ կուրիերը դրեց ծրարը նրա առջև եւ չսպասելով ստորագրության, հեռացավ։ Այդպիսի անսովոր պահվածք նշանակում էր մեկ բան. Մոսկվայի հրահանգը բացարձակ գաղտնի է եւ անհրաժեշտ է կարդալ միայնակ։ Դեմիրճյանը փակեց դռները, անջատեց հեռախոսը եւ բացեց ծրարը։ Ներսում գտնվող փաստաթուղթը պարունակում էր Անտոն Քոչինյանի բժշկական վիճակի մասին տեղեկություններ, թվագրված 1969 թվականից մինչև 1974 թվական։ Բժշկական դոսիեն ցույց էր տալիս, որ Քոչինյանը տառապում էր լուրջ սրտանոթային խնդիրներից, սկսած 1968 թվականից։ Նրա անձնական բժիշկը Հակոբ Ղարիբյանը գաղտնի կերպով ղրկում էր զեկույցներ Մոսկվայի բժշկական վերահսկողությանը, որտեղ մանրամասն նկարագրում էր ստենոկարդիայի ծանր նոպաները, բարձր ճնշումը, որը երբեմն հասնում էր 210 մմ սյունակի, եւ լյարդի ֆունկցիայի խախտումները։ Բայց ամենավախճանականը այն էր, որ 1972 թվականին, երբ Դեմիրճյանը նշանակվեց կենտրոնական կոմիտեի քարտուղար, բժիշկը հանկարծ դադարեցրեց Քոչինյանի համար նոր դեղամիջոցների պատվիրումը։ Դոսիեում նշված էր, որ հիվանդը հրաժարվել է շարունակել բուժումը անձնական նախապատվությունների պատճառով։ Դեմիրճյանը կարդում էր այդ տողերը եւ հասկանում, որ Մոսկվան ուղարկել է այս տեղեկությունը ոչ թե տեղեկացնելու, այլ նախազգուշացնելու նպատակով։ Հաղորդագրությունը հստակ էր։ Քոչինյանի առողջական վիճակը վտանգավոր է եւ նա կարող է չապրել երկար, բայց եթե դուք մտադիր եք օգտագործել նրա անունը քաղաքական նպատակներով, հիշեք, որ մենք ունենք ապացույցները, որ նա երկար ժամանակ ծածկել է իր հիվանդությունը պետական պաշտոնում գտնվելիս, ինչը խորհրդային օրենքների խախտում է։ Դեմիրճյանը դարձյալ փակեց դոսիեն եւ տեղավորեց այն գաղտնի սեյֆում։ Նա հասկացավ, որ Քոչինյանի անցյալը պետք է մնա հենց այնտեղ, որտեղ է, խավարի մեջ։ Բայց այդ նույն օրը երեկոյան, երբ Դեմիրճյանը վերադարձավ տուն, նա չկարողացավ մոռանալ այն, ինչ կարդացել էր։ Նրա մտքում պտտվում էր մի հարց. արդյոք Քոչինյանը գիտեր, որ իր սեփական մարմինը դավաճանում է,
Նույն ժամանակ, երբ նա կառուցում էր երկիրը։ Արդյոք նա աշխատում էր ամեն օր, իմանալով, որ սիրտը կարող է դադարել ցանկացած պահի։ Արդյոք նա թաքցրեց իր հիվանդությունը, որպեսզի թույլ չտա Մոսկվային հիմք գտնել իրեն հեռացնելու համար։ Այս հարցերը Դեմիրճյանին անհանգստացրին ոչ թե գթասրտությունից, այլ քաղաքական հաշվարկից։ Եթե Քոչինյանը մահանա եւ պարզվել, որ նրա առողջական վիճակը վտանգավոր էր դեռ իշխանության ժամանակ, ապա հարց կարող էր ծագել, արդյոք Դեմիրճյանը գիտեր դրա մասին եւ օգտագործեց այդ տեղեկությունը իր շահերի համար։ Դեմիրճյանը չէր կարող թույլ տալ, որ նման կասկածներ տարածվեն։ Նա որոշեց առաջին անգամ 12 տարվա ընթացքում անձամբ այցելել Քոչինյանին։ 1987 թվականի հունվարի սառը առավոտ Դեմիրճյանը առանց ծառայողական ուղեկցության միայն իր վարորդի հետ գնաց Քոչինյանի բնակարան։ Երբ նա մուտք գործեց շենք 9-րդ հարկ, նկատեց, որ սանդուղքը հին էր, լուսավորությունը թույլ, պատերը բծախնդիր։ Այս շենքը կառուցվել էր 1959 թվականներին, նախատեսված նոմենկլատուրայի համար, բայց այժմ այն այլևս չէր համապատասխանում նոր ստանդարտներին։ Դեմիրճյանը զգաց անհարմարություն գալով այստեղ անակնկալ, բայց նա պետք է իմանար, թե ինչ է պատրաստվում։ Նա զանգեց դռան եւ մի քանի ակնթարթից հետո դուռը բացեց Քոչինյանի կինը, Մարիամը։ Նրանց աչքերը հատվեցին եւ կինը չկարողացավ թաքցնել ցնցումը։ Նա հրավիրեց Դեմիրճյանին ներս առանց բառի եւ գնաց զանգահարել ամուսնուն, ով հանգստանում էր ննջասենյակում։ Դեմիրճյանը սպասեց հյուրասենյակում, նայելով շուրջը։ Պատին կախված էին հին լուսանկարներ, Քոչինյանը շինհրապարակներում, Քոչինյանը Մոսկվայում, Քոչինյանը բանվորների հետ։ Սեղանի վրա դրված էին գրքեր, տնտեսագիտություն, ճարտարապետություն, պատմություն։ Ամեն ինչ այստեղ խոսում էր անցյալի մասին, բայց ոչինչ ներկայի մասին։ Քոչինյանը մուտք գործեց հյուրասենյակ դանդաղ քայլերով, եւ Դեմիրճյանը նկատեց, որ նա ծերացել է անճանաչելի։ 13 տարի անց վերջին անգամ նրանց հանդիպումից 1974 թվականի պլենումից Քոչինյանը դարձել էր տարեց մարդ, ծռված ուսերով, գորշ դեմքով, հոգնած աչքերով։ Դեմիրճյանը վեր կացավ եւ ձեռք մեկնեց, բայց Քոչինյանը չընդունեց։ Նա պարզապես նստեց աթոռին հակառակ կողմում եւ հարցրեց. «Ինչու եկար»։ Նրա ձայնը լուրջ էր, առանց թշնամանքի, առանց գոհունակության, առանց էմոցիաների։ Դեմիրճյանը նստեց եւ սկսեց բացատրել, որ ցանկանում է համոզվել Քոչինյանի առողջության վիճակի մասին, քանի որ հանրապետությունը հարգում է նախկին ղեկավարներին։ Քոչինյանը ընդհատեց նրան. «Դադարիր։ Ես գիտեմ, որ Մոսկվան քեզ ուղարկել է իմ բժշկական դոսիեն։ Ես գիտեմ, որ դու վախենում ես, որ ես կմեռնեմ եւ կհրապարակվի ճշմարտությունը։ Բայց մի անհանգստացիր։ Ես չեմ պատրաստվում խոսել։ Ես երբեք չեմ խոսել եւ երբեք չեմ խոսի։ Չեմ խոսի»։ Դեմիրճյանը լռեց, քանի որ նա հասկացավ, որ Քոչինյանը ճշմարտությանը ավելի մոտ է, քան ինքը մտածում էր։ Քոչինյանը շարունակեց. «Դու ուզում ես իմանալ, արդյոք ես տավաճանված էի զգում»։ «Այո»։ «Դու ուզում ես իմանալ, արդյոք ես ատում եմ քեզ»։ «Ոչ»։ «Դու ուզում ես իմանալ, արդյոք ես մտադիր եմ վրեժ լուծել»։ «Ոչ»։ «Ես ուղղակի ապրում եմ»։ «Իսկ դու թող շարունակես կերպարանքներով խաղալ»։ Դեմիրճյանը չէր սպասում այսպիսի անկեղծությանը։ Նա փորձեց պատասխանել, բայց Քոչինյանը վեր կացավ եւ ասաց. «Այս այցելությունը ավարտված է։ Ես հիվանդ եմ եւ քեզ չեմ կարող երկար ընդունել»։ Դեմիրճյանը նույնպես վեր կացավ, բայց նախքան հեռանալը փորձեց վերջին անգամ հարցնել. «Անտոն, ինչու չփորձեցիր պաշտպանել քեզ այն ժամանակ»։ Քոչինյանը դադարեց եւ շրջվեց դեպի նրան, ասելով միայն մեկ նախադասություն. «Քանի որ ես գիտեի, որ համակարգը ավելի ուժեղ է, քան ցանկացած մեկ մարդ, եւ քանի որ ես ուզում էի, որ իմ աշխատանքը շարունակվի, նույնիսկ եթե այլ մարդու անունով»։ Դեմիրճյանը հեռացավ այդ բնակարանից, խորապես տրտում ոչ թե Քոչինյանի, այլ իր սեփական համար։ Քանի որ այդ պահին նա հասկացավ, որ Քոչինյանը մեծ մարդ էր ոչ թե իր ստեղծածի պատճառով, այլ իր հրաժարման պատճառով։ Եվ այդ հրաժարումը Դեմիրճյանը երբեք չէր կարող հասկանալ։ Արդյոք նա երբևիցե կզգա այն ամոթը, որը Քոչինյանը ապրեց յուրաքանչյուր օր, տեսնելով ուրիշի փառքը սեփական աշխատանքի վրա։ 22 տարի իշխանության գլխին Անտոն Քոչինյանը ծերացել էր 30 տարով։ 1952 թվականին, երբ նա նշանակվեց նախարարների խորհրդի նախագահ, նա 39-րդ տարեկան էր, ուժեղ, էներգիայով լիովին առողջ։ 1974 թվականին, երբ նրան հեռացրին պաշտոնից, նա 61 տարեկան էր, բայց երևում էր 80-ամյա։ Նրա մազերը, որոնք կիսավ գորշված էին 1969 թվականներին, հիմա ամբողջովին սպիտակ էին։ Նրա դեմքը, որը երբեմն պինդ եւ վճռական էր, հիմա փխրուն եւ կնճռոտ էր։
Նրա ձեռքերը, որոնք երբեմն պահում էին գծագրերը ուժով, հիմա դողում էին, երբ բռնում էր թեյի բաժակը։ Նրա աչքերը, որոնք երբեմն փայլում էին նոր նախագծերի մասին մտածելիս, հիմա պարունակում էին միայն հոգնածություն։ Նրա անձնական բժիշկը Հակոբ Ղարիբյանը 1988 թվականին տվեց հարցազրույց մի փակ բժշկական ամսագրի համար, անանուն հիմունքներով, որտեղ նկարագրեց Քոչինյանի առողջական վիճակի դրամատիկ անկումը։ Նա պատմեց, որ Քոչինյանը սկսեց ունենալ լուրջ սրտանոթային խնդիրներ 1968 թվականին, երբ նա 40 ժամ անընդմեջ աշխատում էր Արփա Սևանջրատարի նախագծի վերաբերյալ բանակցությունների վրա Մոսկվայում։ Բժիշկը հիշեց, թե ինչպես Քոչինյանը մերժեց հիվանդանոց տեղափոխվել եւ պահանջեց միայն ներարկումներ, որպեսզի կարողանա շարունակել բանակցությունները։ Այդ ստենոկարդիայի առաջին նոպան խեղդում էր նրան, բնորոշ ցավով կրծքավանդակում, թթվածնի պակասով, սառը քրտինքով։ Բայց Քոչինյանը չդադարեցրեց աշխատանքը։ Նա շարունակեց մինչև վերջ, մինչև Մոսկվան ստորագրեց համաձայնագիրը։ Հետո նա անգիտակից վիճակում տեղափոխվեց հատուկ կլինիկա, որտեղ բուժվեց 2 շաբաթ, բայց արգելեց բժշկին տեղեկացնել որևէ մեկին։ Նա պատվիրեց, որ բժշկական զեկույցներում գրվի թեթև հոգնածություն աշխատանքային ծամրաբեռնվածության պատճառով։ Բժիշկը նաև նկարագրեց, թե ինչպես է Քոչինյանը ապրում մշտական ցավերի հետ, հատկապես 1970-ական թվականներին։ Նրա լյարդը ավելի ու ավելի վատ էր աշխատում, տարիների մարմնահոգեբանական սթրեսի և սակավ քնի արդյունքում։ Նրա մաշկը դեռնավուն գերանգ էր ստացել, նրա ախորժակը կորել էր, նրա քաշը նվազել էր 15 կիլոգրամով։ Բայց ամենավերացականը այն էր, որ Քոչինյանը հրաժարվեց բուժումից 1972 թվականից հետո։ Երբ բժիշկը հարցրեց ինչու, Քոչինյանը պատասխանեց. «Քանի որ ես գիտեմ, որ ցանկացած բժշկական տվյալ, որը դուք գրում եք, հասնում է Մոսկվա, եւ եթե Մոսկվան իմանա, որ ես հիվանդ եմ, նրանք կօգտագործեն այն իմ դեմ»։ Բժիշկը փորձեց համոզել նրան, որ առանց բուժման նա կարող է մահանալ, բայց Քոչինյանը պատասխանեց. «Ես նախընտրում եմ մահանալ աթոռիս վրա, քան հեռացվել լինել հիվանդության պատճառով»։ Եվ այդպես, վերջին 2 տարիներին իր իշխանության ժամանակ Քոչինյանը ապրեց առանց դեղորայքի, առանց բուժման, միայն կամքի ուժով։ 1974 թվականի նոյեմբերի 27-ին Քոչինյանը ներկա էր պլենումին։ Ոչ ոք չնկատեց, որ նա օգտագործում էր ցավազրկողներ։ Ոչ ոք չտեսավ նրա դողող ձեռքերը փաստաթղթերի տակ։ Ոչ ոք չհասկացավ, որ նա պայքարում է անգիտակից վիճակի դեմ ամեն րոպե։ Նրանք տեսան միայն այն, ինչ Քոչինյանը ցանկանում էր նրանց ցույց տալ՝ կոնտրոլ եւ արժանապատվություն։ Բայց երբ պլենումը ավարտվեց եւ նա վերադարձավ տուն, նրա մարմինը փլուզվեց։ Բժիշկը տեղափոխեց նրան հիվանդանոց, ախտորոշմամբ սուր սրտամկանի ինֆարկտ։ Քոչինյանը անցկացրեց 3 շաբաթ հիվանդանոցում, կյանքի եւ մահվան միջև։ Երբ նա վերջապես վերականգնվեց բավարար որ գնա տուն, բժիշկը նրան ասաց. «Դուք վաստակել եք ձեր մահը, դեկել եք ձեր մահը, դուք չպետք է աշխատեք այլևս երբեք»։ Քոչինյանը պատասխանեց. «Ես այլևս չունեմ աշխատանք»։ Բժշկական տեղեկությունները, որոնք Մոսկվան ուղարկեց Դեմիրճյանին, պարունակում էին եւս մի սարսափելի փաստ։ Քոչինյանի բժշկական պատմության մեջ կային 54 էջ, որոնք անհետացել էին 1974 թվականի դեկտեմբերին։ Այդ էջերը պարունակում էին մանրամասն նկարագրություններ Քոչինյանի ախտորոշումների 1968 թվականից մինչև 1974 թվական։ Ըստ Հակոբ Ղարիբյանի վկայության, այդ էջերը հեռացվել էին Պետական անվտանգության կոմիտեի հրամանով։ Ինչու՞։ Քանի որ դրանք ապացուցում էին, որ Քոչինյանը իմանում էր իր լուրջ հիվանդության մասին, բայց թաքցրել էր այն կենտրոնական կոմիտեից, շարունակելով զբաղեցնել բարձրագույն պաշտոն։ Մոսկվան պահպանեց այդ տեղեկությունը, որպես ապահովագրություն, եթե Քոչինյանը երբևէ փորձեր վիճարկել իր հեռացումը։ Բայց Քոչինյանը երբեք չփորձեց։ Նա գիտեր, որ նա պարտվել է ոչ թե քաղաքական խաղում, այլ իր սեփական մարմնին։ Եվ այդ պարտությունը չէր կարող հաղթահարվել ոչ մի քաղաքական մանևրով։ 1988 թվականի մարտին Երևանի կենտրոնական արխիվում տեղի ունեցավ անսպասելի միջադեպ։ 2 արխիվագետներ՝ Լուսինե Սարգսյանը եւ Արամ Պետրոսյանը, ովքեր աշխատում էին Հանրապետության պլանավորման հանձնաժողովի հին փաստաթղթերի վերականգնման վրա, հայտնաբերեցին գաղտնի թղթապանակ, որը դասակարգված էր համարված օբյեկտներ 1969 թվականներ։ Թղթապանակը պարունակում էր 46 փաստաթուղթ, բոլորը ստորագրված Անտոն Քոչինյանի եւ Մոսկվայի պետպլանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Այդ փաստաթղթերը վերաբերում էին Երևանի մետրոպոլիտենի, Մեծամորի ատոմակայանի,
Արփա Սևան ջրատարի, Զվարթնոց օդանավակայանի և ևս 17 առանցքային ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսական անհաստատմանը։ Լուսինեն և Արամը կարդացին փաստաթղթերը և նկատեցին մի ընդհանուր օրինաչափություն։ Բոլոր նախագծերը սկսվել էին 1965-ից մինչև 1972 թվականները, բայց դրանց բացումները տեղի են ունեցել 1976-ից մինչև 1981 թվականները, արդեն Դեմիրճյանի իշխանության ժամանակ։ Մի շաբաթ անց արխիվի տնօրենը զանգահարեց Արամինին և հրավիրեց իր կաբինետ։ Երբ Արամը մտավ, նա տեսավ երկու անծանոթ մարդկանց, նստած աթոռներին։ Տնօրենը ներկայացրեց նրանց որպես ներքին անվտանգության աշխատակիցներ։ Նրանք հարցրին Արամին. «Արդյոք դուք պատճենեցիք փաստաթղթերը նախքան վերադարձնելը»։ Արամը պատասխանեց. «Ոչ»։ Նրանք հարցրին. «Արդյոք դուք պատմեցիք ուրիշների այն ինչ տեսաք»։ Արամը պատասխանեց. «Ոչ»։ Նրանք հարցրին. «Արդյոք դուք հասկանում եք, որ այդ փաստաթղթերը պետական գաղտնիք են և դրանց բացահայտումը քրեական հանցանք է»։ Արամը պատասխանեց. «Այո»։ Նրանք տվին նրան ստորագրել փաստաթուղթ գաղտնիության մասին, և նա ստորագրեց։ Բայց երբ նա հեռացավ կաբինետից, նա գիտեր, որ նրա տանը դեռ պահվում է այն, ինչ նա գրել էր։ Եվ նա գիտեր, որ միգուցե մի օր նա կօգտագործի այն։ 1985 թվականի հունվարին տեղի ունեցավ մի այլ միջադեպ։ Երևանի քաղաքային կուսակցական կոմիտեում 5 գործակալ Վահան Ղազարյանը, ով աշխատել էր Քոչինյանի աշխատակազմում որպես ֆինանսական խորհրդատու, մտավ կոմիտեի շենք և պահանջեց հանդիպում քարտուղարի հետ։ Նա բերել էր իր հետ մի տուփ, լի հին նամակներով, հաշվետվություններով, հուշագրություններով, որոնք նա պահպանել էր իր անձնական արխիվում։ Նա ուզում էր հանձնել դրանք պաշտոնական արխիվին, որպես պատմական փաստաթղթեր։ Քարտուղարը նայեց փաստաթղթերին և հարցրեց. «Ինչու եք բերում դրանք հիմա»։ Վահանը պատասխանեց. «Քանի որ ես տարեց եմ, և եթե ես մահանամ, իմ ընտանիքը կնետի դրանք որպես ավելորդ թուղթ։ Բայց դրանք ապացուցում են, որ Քոչինյանը եղել է իրական հիմնադիրը այն ամենի, ինչ մենք այսօր ունենք»։ Քարտուղարը հենց այդ պահին հրամայեց անվտանգության ծառայությանը ձերբակալել Վահանին։ Նրան մեղադրեցին պետական գաղտնիքների պահպանման կանոնների խախտման մեջ։ Նա պահվեց 24 ժամ ձերբակալարանում, որտեղ հարցաքննվեց, ում է նա պատմել այդ փաստաթղթերին մասին, ում է ցույց տվել դրանք, ինչ է նպատակը դրանք հրապարակելով։ Վահանը պատասխանեց, որ նա ուղղակի ուզում էր, որ պատմությունը պահպանի ճշմարտությունը։ Նրան ազատ արձակեցին, պայմանով, որ փաստաթղթերը մնան պետական պահպանության տակ, գաղտնի ռեժիմում։ Իրականում դրանք երբեք չմտան պաշտոնական արխիվ։ Դրանք ոչնչացվեցին անմիջապես, այրվելով արխիվի ջեռուցման համակարգում։ Վահանը հեռացավ, հասկանալով, որ նա փորձել էր պահպանել ճշմարտությունը, բայց համակարգը ավելի ուժեղ էր։ Արխիվների մաքրումը շարունակվեց մինչև 1989 թվականների կեսերը։ Պետական անվտանգության կոմիտեն տարավ հատուկ օպերացիա, անվանակոչված «Պատմության մաքրում»։ Օպերացիայի նպատակը հանել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հակասում էին պաշտոնական պատմությանը, որ Դեմիրճյանը Հայաստանի շինարարն է։ Հազարավոր էջեր հեռացվեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի արխիվներից։ Մանրամասն հաշվետվություններ Քոչինյանի բանակցությունների Մոսկվայի հետ անհետացան։ Նամակներ Քոչինյանի պետպլանին կորան։ Լուսանկարներ Քոչինյանի շինհրապարակներում ոչնչացվեցին։ Ամեն ինչ, որը կարող էր հիշեցնել, որ Դեմիրճյանի նախկին ղեկավարը ոչ թե անարժան պաշտոնյա էր, այլ տեսլականություն ունեցող շինարար, պետք է անհետանար։ Եվ այն անհետացավ, բայց Քոչինյանը չգիտեր այս ամենի մասին։ Նա նստում էր իր տանը, հեռու այս գաղտնի գործողություններից և հիշում էր իր անցյալը որպես երազանք։ Նա ավելի ու ավելի հազվադեպ էր լքում տունը։ Նրա առողջությունը վատանում էր ամեն ամիս։ 1990 թվականին նա գրեթե ամբողջովին անկողնային էր։ Նրա ընտանիքը հոգում էր նրա մասին, բայց նա ապրում էր լռության մեջ։ Երբ թոռները հարցնում էին. «Պապ, պատմիր քո մասին», նա պատասխանում էր. «Ես եղել եմ մի մարդ, ով փորձել է օգտակար լինել»։ Ավելին, ոչինչ։ Նա չուզում էր դառնություն տարածել երիտասարդ սերնդի սրտերում։ Նա ուզում էր, որ նրանք հավատան, որ աշխատանքը վարձատրվում է, նույնիսկ եթե այդ սուտ էր։ Բայց արխիվները, թեև մեծ մասամբ ոչնչացված, չէին կարող ամբողջովին վերացվել։ Մի քանի պատճեններ մնացին, ծածկված նրանց տերերի տներում, փոշոտ տուփերում, գաղտնի հարկերում։ Մի քանի մարդիկ պահպանեցին այն, ինչ գիտեին, սպասելով օրվան, երբ ճշմարտությունը կպահանջվի։ Եվ միգուցե այդ օրը մի օր կգա, բայց Քոչինյանը չէր ապրի այն տեսնելու համար։ Նա դրա մասին գիտեր, և նա խաղաղ էր դրա հետ։
Քանի որ նա գիտեր, որ ճշմարտությունը չի մահանում, անկախ նրանից, թե քանի արխիվներ են այրվում։ Ճշմարտությունը ապրում է հողի մեջ, քարերի մեջ, շենքերի մեջ, եւ երբ ժամանակը կգա, նրանք կխոսեն։ Հիմա հարց մնում է միայն մեկը. ով էր այն մարդը, ով ամենամեծ շահը քաղեց Քոչինյանի անկումից։ Ով էր նա, ով ստացավ ամբողջ իշխանությունը, ամբողջ փառքը, ամբողջ ժառանգությունը։ Ով էր նա, ով 22 տարի վայելեց այն, ինչ մեկ ուրիշը կառուցեց։ Ով էր նա, ով ապրեց որպես հերոս, մինչդեռ իրական հերոսը մեռնում էր մոռացության մեջ։ Պատասխանը պարզ է, բայց արդյոք մենք պատրաստ ենք ընդունել այն։ 1989 թվականների վերջին Կարեն Դեմիրճյանը դարձավ խորհրդային Հայաստանի ամենահզոր մարդը։ Նրա անունը հայտնի էր ողջ խորհրդային միությունում։ Նա ստանձնել էր Քոչինյանի բոլոր նախագծերի հեղինակությունը եւ ավելացրել էր դրանց վրա իր սեփական ներդրումները։ Նա կառուցեց նոր դպրոցներ, նոր հիվանդանոցներ, նոր մշակութային կենտրոններ։ Բայց այդ ամենի հիմքը, այն տնտեսական ուժը, որը թույլ տվեց նրան իրականացնել այդ ծրագրերը, ստեղծվել էր Քոչինյանի կողմից։ Դեմիրճյանը օգտագործեց այդ հիմքը հմտորեն, խելամտորեն, արդյունավետորեն։ Բայց արդյոք նա երբևէ ճանաչեց, թե ում շնորհիվ այդ հիմքը գոյություն ուներ։ Ոչ, նա երբեք չճանաչեց։ Նա շարունակեց ներկայանալ որպես Հայաստանի փրկիչ, անտեսելով այն մարդուն, ով նրան հնարավորություն տվեց դառնալ փրկիչ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանը զոհվեց ահաբեկչության ժամանակ ազգային ժողովում։ Նրա մահը ազգային ողբերգություն դարձավ։ 100 հազարավոր մարդիկ զգացին նրան։ Նրա անունով կոչվեցին փողոցներ, մարզահամերգային համալիր, մետրոյի կայարան։ 25 տարի անց, 2015 թվականին, այն երկու երիտասարդները, արդեն միջին տարիքի պրոֆեսորներ, հրապարակեցին գիրք «Մոռացված ճարտարապետը» Անտոն Քոչինյանի իսկական պատմությունը։ Գրքում ներառված էր այն ձայնագրությունը, Քոչինյանի վերջին հարցազրույցը եւ հարյուրավոր արխիվային փաստաթուղթ, որոնք ապացուցում էին նրա իրական դերը Հայաստանի կառուցման մեջ։ Գիրքը սկանդալ առաջացրեց։ Մի մասը մեղադրեց հեղինակներին պատմության աղավաղման մեջ։ Մյուս մասը պահանջեց Քոչինյանի վաստակի պաշտոնական ճանաչում։ Բանավեճերը շարունակվեցին 3 տարի։ Վերջապես 2018 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրեց հրաման Երևանի մետրոպոլիտենի Հրազդան կայարանի մոտ տեղադրել հուշատախտակ, նվիրված Անտոն Քոչինյանին։ Տախտակի վրա գրված էր Անտոն Յակովլևիչ Քոչինյան, խորհրդային Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման հիմնադիրներից մեկը։ 1990 թվականի փետրվարի 18-ին Անտոն Քոչինյանը արթնացավ առավոտյան 6-ին։ Նրա կինը Մարիամը դեռ քնած էր նրա կողքին։ Քոչինյանը դանդաղ վեր կացավ, զգալով սրտի ծանր բաբախյունները կրծքավանդակում։ Նա գիտեր այդ զգացումը։ Ստենոկարդիայի նոպան սկսվում էր։ Նա քայլեց դեպի սեղան, որտեղ պահում էր դեղերը, բայց երբ բացեց տուփը, հիշեց, որ վերջին հաբերը վերցրել էր 3 օր առաջ։ Նա չէր ասել կնոջը, որ դեղերը վերջացել են։ Նա չէր ուզում անհանգստացնել նրան։ Քոչինյանը նստեց աթոռին եւ սպասեց, մինչև ցավը անցնի։ 10 րոպե անց ցավը թուլացավ։ Նա շունչ քաշեց խորը եւ նայեց պատուհանից։ Արևը դեռ չէր ծագել։ Երևանը դեռ քնած էր։ Իսկ նա, Անտոն Քոչինյանը, մարդը, ով կառուցեց այդ քաղաքի կեսը, նստած էր մութ սենյակում, հաշվելով իր մնացած օրերը։ Նա հիշեց այն օրը 1969 թվականի հունիսին, երբ նա առաջին անգամ կանգնեց մետրոպոլիտենի ապագա Հրազդան կայարանի տեղում։ Դա դեռ դատարկ փոս էր, 10 մետր խորությամբ, լի կավով եւ քարերով։ Ինժեներները ասացին նրան, որ այդտեղ երբեք հնարավոր չի լինի կայարան կառուցել, հողի անկայուն շերտերի պատճառով։ Բայց Քոչինյանը համառորեն պահանջեց լուծում գտնել։ Եվ նրանք գտան։ 3 տարի անց այդ տեղում կանգնած էր Խորհրդային Միության ամենագեղեցիկ մետրոյի կայարաններից մեկը։ Բայց երբ այն բացվեց 1981 թվականին, Քոչինյանի անունը չհնչեց։ Նա տանը նայում էր հեռուստացույց եւ տեսնում, ինչպես է Դեմիրճյանը ընդունում ծափահարությունները։ Այդ առավոտ, փետրվարի 18-ին, Քոչինյանը նորից մտածեց այդ պահի մասին։ Նա զգաց ոչ թե դառնություն, այլ խաղաղություն։ Նա գիտեր, որ նրա ժամանակը լրացել է։ Նրա մարմինը սպառված էր, նրա սիրտը հոգնած էր, նրա կյանքը ավարտվում էր։ Բայց նա չէր վախենում մահից։ Նա վախենում էր միայն մեկ բանից, որ ճշմարտությունը կմնա հավերժ թաքնված։ Նա վախենում էր, որ ապագա սերունդները երբեք չիմանան, թե ով իրականում կառուցեց խորհրդային Հայաստանը։ Քոչինյանը վեր կացավ եւ գնաց դեպի իր աշխատասեղան։
Այնտեղ, վերջին դարակում, նա պահում էր մի փոքրիկ տուփ, լի հին լուսանկարներով։ Նա բացեց տուփը եւ սկսեց նայել լուսանկարները։ Ահա նա, երիտասարդ, ուժեղ, լիովին առողջ, կանգնած է մեծամորի շինհրապարակում։ Ահա նա, ժպտաց, բռնած է արփասևան ջրատարի նախագծերը։ Ահա նա, Մոսկվայում, բանակցում է պետպլանի պաշտոնյաների հետ։ Յուրաքանչյուր լուսանկարում նա տեսնում էր մի մարդու, ով հավատում էր իր գործին։ Մի մարդու, ով տվեց իր ամբողջ կյանքը երկրին։ Մի մարդու, ում անունը ջնջված էր պատմությունից։ Արդյոք նա զղջում էր։ Արդյոք նա կցանկանար վերադառնալ ժամանակում եւ փոխել իր ճակատագիրը։ Արդյոք նա կպայքարեր Մոսկվայի դեմ, երբ նրան հեռացրին իշխանությունից։ Քոչինյանը փակեց տուփը եւ նայեց պատուհանից։ Ծարևը դեպի Երևան ծագում էր, լուսավորում քաղաքը, նրա քաղաքը։ Եվ նա հասկացավ, որ պատասխանը ոչ է։ Նա չէր զղջում, քանի որ նա արեց այն, ինչ պետք էր անել։ Նա կառուցեց, եւ այդ բավական էր։ Այդ օրը Քոչինյանը չկարողացավ կուլ տալ նախաճաշը։ Նրա կինը անհանգստացավ եւ հրավիրեց բժիշկին։ Բժիշկը եկավ ժամը 12-ին եւ զննեց Քոչինյանին։ Նրա դեմքը լուրջ էր։ Նա ասաց Մարիամին. «Նրան պետք է տանել հիվանդանոց, անմիջապես»։ Բայց Քոչինյանը հրաժարվեց։ Նա ասաց. «Ես մեռնում եմ տանը, ոչ թե հիվանդանոցում»։ Բժիշկը փորձեց համոզել նրան, բայց Քոչինյանը անկեղծ էր։ Նա գիտեր, որ նրա սիրտը այլևս չէր կարող դիմանալ։ Նա գիտեր, որ վերջը մոտ է։ Եվ նա ուզում էր լինել տանը, իր սեփական տանը, իր սեփական մահճում։ 1974 թվականի նոյեմբերի 26-ին, մեկ օր մինչև ճակատագրական պլենումը, մի անծանոթ այցելու մտավ Քոչինյանի աշխատասենյակ։ Այն օրը Քոչինյանն աշխատում էր վերջին զեկույցի վրա, որը պետք է ներկայացներ կենտրոնական կոմիտեին։ Նա գիտեր, որ Մոսկվայից ստուգողները հավաքել են նրա դեմ կոմպրոմատներ։ Նա գիտեր, որ նրա օրերը իշխանության մեջ հաշված են, բայց նա դեռ պայքարում էր։ Երբ քարտուղարուհին ասաց, որ անծանոթ այցելու է ուզում տեսնել նրան, Քոչինյանը հարցրեց. «Ով է նա»։ Քարտուղարուհին պատասխանեց. «Նա չի ասում իր անունը, բայց նա ասում է, որ եկել է մեր կողմ, որ եկել է Մոսկվայից»։ Քոչինյանը թույլ տվեց մուտք գործել այցելուին։ Դռնից ներս եկավ միջին տարիքի մարդ, մաքուր կոստյումով, լուրջ դեմքով, զուսպ պահվածքով։ Նա չնստեց։ Նա մնաց կանգնած Քոչինյանի գրասեղանի առջև եւ ձեռքից հանեց փակ ծրար։ «Անտոն Յակովլևիչ, ինձ ուղարկեց մի մարդ, ով ուզում է օգնել ձեզ։ Այս ծրարում կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Մոսկվան պատրաստում է ձեր դեմ սկզբունք։ Եթե դուք հիմա հանձնեք այս տեղեկությունները կենտրոնական կոմիտեին, դուք կկարողանաք պաշտպանել ձեզ»։ Քոչինյանը վերցրեց ծրարը, բայց չբացեց։ Նա հարցրեց. «Ով է ձեզ ուղարկել»։ Այցելուն պատասխանեց. «Նա ուզում է մնալ անանուն, բայց նա ձեր հին ընկերներից է»։ Քոչինյանը դիտեց ծրարը եւ հետո նայեց այցելուին։ «Ասացեք ձեր ուղարկողին, որ ես շնորհակալ եմ, բայց ես չեմ պայքարի։ Ես գիտեմ, որ համակարգը ուժեղ է, եւ ես հոգնած եմ»։ Այցելուն ցնցվեց. «Բայց դուք կկորցնեք ամեն ինչ, ձեր պաշտոնը, ձեր ազդեցությունը, ձեր ժառանգությունը»։ Քոչինյանը ժպտաց դառն ժպիտով. «Ես արդեն կորցրել եմ ամեն ինչ։ Կյանքի վերջին 15 տարիներին ես ապրել եմ սրտի հիվանդությամբ, թաքցնելով այն Մոսկվայից, որպեսզի նրանք չհեռացնեն ինձ։ Չհեռացնեն ինձ։ Ես զոհաբերել եմ իմ առողջությունը կառուցելու այս հանրապետությունը։ Հիմա նրանք ուզում են վերցնել իմ աթոռը, թող վերցնեն։ Ես այլևս չունեմ ուժեր պայքարելու»։ Այցելուն մեկ անգամ էլ փորձեց. «Բայց Դեմիրճյանը կստանցնի ձեր փառքը, նա կներկայացնի ձեր նախագծերը որպես իր սեփականը»։ Քոչինյանը վեր կացավ եւ քայլեց դեպի պատուհանը։ Նա նայեց դեպի Երևան, իր քաղաքը։ «Թող նա վերցնի փառքը, քանի որ փառքը ոչինչ է։ Իրական բանը շենքերն են, ճանապարհներն են, մարդիկն են։ Դրանք կմնան, անկախ նրանից, թե ում անունն են կրում»։ Այցելուն հասկացավ, որ Քոչինյանի որոշումը վերջնական է։ Նա դրեց ծրարը գրասեղանին եւ հեռացավ։ Քոչինյանը երբեք չբացեց այդ ծրարը։ Նա այրեց այն նույն երեկո։ Բայց այն գիշեր Քոչինյանը չէր քնել։ Նա նստել էր պատշգամբում եւ մտածում էր այցելուի խոսքերի մասին։ Արդյոք նա սխալ էր արել հրաժարվելով պաշտպանել իրեն։ Արդյոք նա պետք է պայքարեր մինչև վերջ։ Բայց նա գիտեր պատասխանը։ Նա տեսել էր, թե ինչպես է Մոսկվան ոչնչացնում այն մարդկանց, ովքեր համարձակվել էին հակադրվել համակարգին։ Նա տեսել էր Խրուշչովի ընկնումը, Բերիայի կործանումը, բյուրավոր փոքր պաշտոնյաների աններևակայելի վերջը։ Նա չուզում էր դառնալ նրանցից մեկը։ Նա ուզում էր պահպանել արժանապատվությունը մինչև վերջ։
Եվ արժանապատվությունը նշանակում էր ոչ թե պայքարել անխուսափելիի դեմ, այլ ընդունել դա խաղաղությամբ։ Նրա մտքում անցնում էր մեկ այլ տագնապալի միտք։ Ո՞վ էր այն անծանոթ ընկերը, ով ուղարկել էր այցելուին։ Ո՞վ էր ցեր ցանկանում օգնել նրան այն պահին, երբ բոլորը լքել էին նրան։ Քոչինյանը մտածեց իր հին թիմակիցների մասին։ Շատերը արդեն հեռացել էին կամ փոխանցվել էին այլ հանրապետություններ։ Մի քանիսը մնացել էին Երևանում, բայց լուռ էին։ Արդյոք դա Գրիգոր Արզումանյանն էր, նախարարների խորհրդի նախագահը։ Արդյոք դա Վլադիմիր Դարբինյանն էր, Ներքին գործերի նախարարը։ Կամ գուցե դա ինչ-որ մեկն էր, ում նա նույնիսկ չէր ենթադրում։ Քոչինյանը երբեք չիմացավ, եւ նա որոշեց չփնտրել պատասխանը, քանի որ որոշումն արդեն կայացված էր։ 7 ամիս անց, երբ Քոչինյանը նստած էր իր բնակարանում, արդեն թոշակի անցած, նա լսեց, որ Դեմիրճյանը հանդիսավոր ելույթ ունեցավ կենտրոնական կոմիտեում, ներկայացնելով Հայաստանի հաջորդ հնգամյա պլանը։ Պլանում ներառված էին բոլոր այն նախագծերը, որոնք Քոչինյանն էր սկսել, բայց չէր կարողացել ավարտել։ Դեմիրճյանը ներկայացրեց դրանք որպես իր սեփական տեսլականությունը, եւ ոչ ոք չհակադարձեց։ Այդ երեկո Քոչինյանը նորից նստեց պատշգամբում եւ նայեց դեպի լույսերը Երևանում։ Նա մտածեց այն անծանոթ այցելուի մասին, ով նրան զգուշացրել էր։ Եվ նա շնորհակալ էր նրան ոչ թե տեղեկատվության համար, այլ այն բանի համար, որ գոնե մեկ մարդ հիշում էր նրան։ 1990 թվականի փետրվարի 19-ին Քոչինյանի տան դռան զանգեցին կեսօրին։ Մարիամը բացեց դուռը եւ տեսավ երկու երիտասարդների, տղա եւ աղջիկ, ովքեր ներկայացան որպես Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողներ։ Նրանք ասացին, որ գրում են դիպլոմային աշխատանք խորհրդային Հայաստանի տնտեսական զարգացման մասին եւ ուզում են հարցազրույց վերցնել Անտոն Քոչինյանից։ Մարիամը նրանց բացատրեց, որ նրա ամուսինը շատ հիվանդ է եւ չի կարող տալ հարցազրույց, բայց երիտասարդները խնդրեցին թույլատրել նրանց մուտք գործել մի քանի րոպեով, պարզապես տեսնելու նրան։ Մարիամը խորհեց եւ որոշեց թույլ տալ։ Նա գիտեր, որ Քոչինյանը երկար ժամանակ սպասում էր, որ որևէ մեկը հետաքրքրվի նրա պատմությամբ։ Երիտասարդները մտան հյուրասենյակ, որտեղ Քոչինյանը նստած էր աթոռին, ծածկված վելմակով։ Նրանք մոտեցան նրան եւ ներկայացան։ Տղան ասաց. «Պարոն Քոչինյան, մենք ուսումնասիրում ենք պատմությունը եւ գտանք արխիվներում ձեր ստորագրությունները նները բազմաթիվ կարևոր նախագծերի վրա։ Մենք հասկանում ենք, որ դուք եղել եք Հայաստանի զարգացման մեծ մասի հիմնադիրը։ Բայց պաշտոնական գրքերում ձեր մասին գրեթե ոչինչ չկա։ Ինչու»։ Քոչինյանը նայեց նրանց եւ տեսավ ազնիվ աչքեր։ Նա տեսավ երիտասարդ սերունդ, ով փնտրում էր ճշմարտությունը, եւ նրա սիրտը մի պահ բախվեց ավելի ուժեղ։ Նա ասաց. «Նստեցեք»։ Երիտասարդները նստեցին եւ Քոչինյանը սկսեց խոսել։ Նա պատմեց նրանց մանրամասն, ինչպես է նա պայքարել Մոսկվայի հետ մետրոպոլիտենի համար, ինչպես է նա համոզել Խրուշչովին Սևանը փրկելու համար, ինչպես է նա հաստատել ատոմակայանի կառուցումը սեյսմիկ գոտում։ Նա պատմեց 30 րոպե։ Երիտասարդները գրում էին ամեն ինչ, նոթատետրերում կենտրոնացած լուրջ։ Երբ Քոչինյանը ավարտեց, աղջիկը հարցրեց. «Բայց ինչու այս ամենը չի գրված պատմության գրքերում»։ Քոչինյանը ժպտաց հոգնած ժպիտով։ «Քանի որ պատմությունը գրում են հաղթողները, եւ ես չէի հաղթող։ Ես էի նա, ով կառուցեց հիմքը, բայց ուրիշը կտրեց ժապավենները»։ Տղան հարցրեց. «Արդյոք դուք զղջում եք»։ Քոչինյանը կտրուկ պատասխանեց. «Ոչ, ես արի այն, ինչ պետք էր անել, եւ շենքերը կանգուն են, դա բավական է»։ Հարցազրույցի վերջում աղջիկը հանեց տուփից փոքրիկ տապալիչ ձայնագրող։ Նա ասաց. «Մենք ձայնագրեցինք այս ամենը, մենք կպահենք այն, եւ մի օր, երբ ժամանակը կգա, մենք կհրապարակենք ճշմարտությունը»։ Քոչինյանը նայեց տապալիչին եւ արցունքները լցվեցին նրա աչքերում։ Նա չկարողացավ խոսել։ Նա միայն գլուխ թափահարեց շնորհակալություն հայտնելու նպատակով։ Երիտասարդները հեռացան, եւ Քոչինյանը մնաց միայնակ։ Բայց այդ օրը նա առաջին անգամ 16 տարվա ընթացքում զգաց հույս։ Հույս, որ ճշմարտությունը չի մեռնի նրա հետ միասին։ 2 օր անց, փետրվարի 21-ին, Անտոն Քոչինյանի սիրտը դադարեց բաբախել։ Նա մեռավ քնելիս խաղաղ, առանց ցավի։ Նրա կինը գտավ նրան առավոտյան։ Նա կանչեց ընտանիքին, բժշկին, հարազատներին, նրան թաղեցին եռաբլուրում, հանգիստ կողմում։ Թաղմանը ներկա էին 29 հոգի։ Ոչ մի պաշտոնյա, ոչ մի լրագրող, ոչ մի հեռուստաընկերություն։ Նրա գերեզմանի վրա դրվեց պարզ մարմարե քար, անուն եւ տարեթվերով։ Անտոն Յակովլևիչ Քոչինյան, 1913-ից մինչև 1990։ Ոչ մի փառք, ոչ մի միտիտղոս, ոչ մի նշում նրա ծառայության մասին։ Բայց այդ գերեզմանի մոտ, փետրվարի 23-ին, կանգնած էին երկու երիտասարդներ,
տղա եւ աղջիկ։ Նրանք դրել էին ծաղիկներ եւ լուր կանգնել մի քանի րոպե։ Աղջիկը գրպանից հանեց փոքրիկ տապալիչը, ձայնագրողը, որտեղ պահված էր Քոչինյանի վերջին հարցազրույցը։ Նա բարձր ասաց. «Մենք կպահենք այս ձայնագրությունը, եւ մի օր մենք կկատարենք մեր խոստումը»։ Նրանք հեռացան, բայց ձայնագրությունը մնաց, եւ այն սպասեց իր ժամանակին։ Այսօր, երբ մարդիկ օգտագործում են մետրոն, երբ նրանք տեսնում են լույսերը մեծամորից, երբ նրանք հանգստանում են Սևանի ափին, որը փրկվել է Արփա-Սևան ջրատարով, արդյոք նրանք հիշում են Քոչինյանի անունը։ Մի քանիսը։ Բայց ճշմարտությունը դանդաղ փոխում է իրականությունը։ Դեմիրճյանը մեծ ղեկավար էր, ով շարունակեց եւ ընդլայնեց այն, ինչ սկսվել էր նրանից առաջ։ Բայց Քոչինյանը ճարտարապետն էր, ով գծեց հատակագիծը։ Եվ առանց հատակագծի չի կարող լինել շենք։ Քոչինյանի ընտանիքը տարածվեց ողջ աշխարհով։ Նրա թոռնիկը ապրում է Ֆրանսիայում, նրա ցեղատողմը շարունակվում է, բայց նրա իրական ժառանգությունը մնում է քարերի մեջ, բետոնի մեջ, թունելների մեջ։ Դեմիրճյանին դավաճանած համակարգը եւս ոչնչացել է։ Խորհրդային միությունը փլուզվել է, նոր Հայաստանը կառուցվում է, բայց հին հիմքերը մնում են, եւ այդ հիմքերի տակ անտեսանելի փոշու տակ մնում է Անտոն Քոչինյանի անունը։ Նրան դավաճանեցին։ Այո։ Նրա ժառանգությունը յուրացրեց Դեմիրճյանը։ Մասամբ։ Բայց գլխավոր հարցը մնում է, արդյոք Քոչինյանը խաբված զգաց իրեն։ Նրա վերջին խոսքերը, պահված այն ձայնագրության մեջ, պատասխանում են. Ես չեմ զղջում։ Ես արեցի այն, ինչ պետք էր անել։ Շենքերը կանգուն են, մարդիկը ապրում են, եւ դա բավական է մի կյանքի համար։ Բայց մենք, ովքեր ապրում ենք նրա կառուցած քաղաքում, արդյոք պարտական չենք հարցնել, ով իրականում տերն է այն տան, որտեղ մենք ապրում ենք։ Նա, ով բանալին պահում է գրպանում, թե նա, ով հիմքերը դրեց հողի տակ։ Պատմությունը երբեք լրիվ արդար չի լինի, բայց գոնե մենք կարող ենք փորձել վերականգնել մի փոքր արդարություն, հիշելով բոլոր անունները։ Ոչ միայն նրանք, ովքեր կտրեցին կարմիր ժապավենները, այլև նրանք, ովքեր հյուսեցին ժապավենը։ Քոչինյանի գերեզմանը դեռ հանգիստ անկյունում է եռաբլուրում, Դեմիրճյանի գերեզմանը ուխտատեղի։ Երկուսն էլ մեռած են։ Երկուսն էլ ծառայել են Հայաստանին, բայց մեկը վայելեց փառքը, մյուսը մոռացությունը։ Արդյոք դա արդար էր։ Ոչ։ Արդյոք մենք կարող ենք փոխել անցյալը։ Ոչ։ Բայց մենք կարող ենք փոխել ապագան, չմոռանալով ճշմարտությունը։ Հիմա, երբ նոր սերունդը մտնում է մետրո, արդյոք նրանք կարդում են հուշատախտակը Քոչինյանի մասին։ Երբեմն, բայց հիմնականը չէ հուշատախտակը։ Հիմնականը այն է, որ ճշմարտությունը վերջապես արտահայտվեց։ Թեկուզ ուշ, թեկուզ թերի, բայց արտահայտվեց։ Եվ գուցե դա միակ հաղթանակն է, որին կարող էր հասնել Քոչինյանը։ Ոչ թե կյանքի ընթացքում փառքը, այլ մահից հետո ճանաչումը։ Ոչ թե հեռուստացույցի ծափահարությունները, այլ պատմության էջերում պարզ խաղաղ արդարությունը։